Իսկ այժմ իր խոսքն միասել Պարան Օթոյանին իր կծեր դուսը գայանել։ Նախից ուզում եմ արտասանել հորս գրած բանաստեղծություններից մեկը, որ իմ կարծիքով ամենաճիշտ կերպով բնորոշում է նրան։ Ինձ ասում են ճիշտ չես անում, ամեն ինչով ճիշտ ես վարվում։ Օրենքից ես դու միշտ խոսում, իսկ ուստեղ աչքից ընկնում, ճշտությամբ ճշմարիտն ես դու միշտ պնդում։ Ինձ ասում են ճիշտ չես անում, որ կեղծիքին դեմ ես կանգնում, քո ներվերը ներվային այս մեր օրերում զուր ես վաշում, չէ որ կուզը ծնված օրից միշտ այդպես էլ կուզ է մնում։ Ինձ ասում են ճիշտ չես անում, որ չես քննում ու չես շորթում, քո հալալը թեկուզ և քիչ հարամի հետ դու չես խառնում, քո հարամը միշտ աճում է, իսկ հալալը քեզ կես ճամփին է միշտ թողնում։ Ինձ ասում են ճիշտ չես անում, ապրած չապրած քո եղձերը ուրիշներին ես բաժանում, ու այրվում ես թիթեռի պես ճրակների ոտերի մեջ։ Ինձ ասում են ճիշտ չես անում, որ սև-սևին գետ մեկ անգամ ջերմակի տեղ չես ընկնում ու մատուցում, որ իրերին իրենց գույնով ու անունով ես միշտ տեսնում, ինձ ասում են ճիշտ չես անում։ Սիրելի հայր, դու ինձ համար միշտ եղել ես այն մարդը, որ ես հպարտացել եմ միշտ ու ցանկացած պահի։ Դու իմ համար եղել ես իմ կյանքի ուղեցույցը, և ես միշտ աշխատել եմ իմ մեջ ներարկել քո ազնվությունը, քո անշահախնդրությունը, քո անկաշառությունը, քո հպարտ, բայց ոչ գոռոզ լինելու կարողությունը։ Մի խոսքով քո բնավորության այն գծերը, որով բնորոշվում եմ քոյան անհատականությունը, և միշտ երազել եմ ու կուզեի, որ քո աչքերի գույնն ու քո դիմագծերը ժառանգելու հետ մեկտեղ ժառանգած լինեի քո բնավորության հենց այդ գծերը։ Թող որ ամեն մի հայր քեզ նման մեծարվի, ու թող որ ամեն մի աղջիկ քեզ նման մեծարանքի արժանի հայր ունենա։